Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները դիտարկում են արտասահմանում բնակվող էթնիկ վրացիների համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգերի պարզեցման հնարավորությունը։ Հարցի շուրջ խորհրդակցություններն ընթանում են Արդարադատության նախարարի հետ։ Կոբախիձեի խոսքով այսօր օտարերկրյա քաղաքացիները ներառյալ վրացական ծագում ունեցող անձինք կարող են քաղաքացիություն ստանալ երկրում բնակվելու, լեզվին տիրապետելու և պատմության ու սահմանադրության հիմունքներին տիրապետելու պայմանով։ Վարչապետի խոսքով լեզվին չտիրապետող էթնիկ վրացիների համար այդ ընթացակարգերը կարող են պարզեցվել։ Կոբախիձեն նշել է, որ տարբեր երկրներում ապրում են միլիոնավոր էթնիկ վրացիներ, այդ թվում խոշոր համայնքներ կան Թուրքիայում և Իրանում։ Վրաստանի վարչապետը նշել է, որ 2022 թվականից հետո երկիր է վերադարձել շուրջ 40,000 քաղաքացի, հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից։ Միևնույն ժամանակ նրա խոսքով արտագաղթը շարունակում է լուրջ խնդիր մնալ Վրաստանի համար, իսկ ներգաղթը գրագետ կարգավորում է պահանջում։ Կոբախիձեն նաև նշել է, որ կառավարության նպատակն է այս տարվա ընթացքում արտաքսել 4000 ապօրինի ներգաղթյալի։ Նման տեմպերով անօրինական միգրացիան հնարավոր կլինի վերացնել 4 տարում։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատ թարացման ֆոնին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը խորը մտահոգություն է հայտնում մարտի 4-ին հաստատված նոր օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ, ասված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հայտարարության մեջ։ Օրենսդրական փոփոխությունները պատժամիջոցներ են սահմանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և օտարերկրյա ֆինանսավորում ստացողների դեմ, արգելում են նրանց անդամակցել քաղաքական կուսակցություններին և առաջադրվել պետական պաշտոնների համար, սահմանափակում են միջազգային ֆինանսական օգնությունը քաղաքացիական հասարակությանը և քրեականացնում այն։ Նոր օրենսդրությունը բացասական ազդեցություն կունենա արտահայտվելու և միավորումների ազատության իրավունքների վրա։ Այն լրջորեն կսահմանափակի մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքին։ Օրենքի լայն շրջանակը կարող է ազդել ոչ միայն անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իրավապաշտպանների, այլև անհատ փորձագետների, խորհրդատուների կամ ծառայություններ մատուցողների վրա։ Ավելի վաղ ԺՀՄԻԳ-ը զգուշացրել էր, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքը կարգավորող օրենսդրությունը կարող է լրջորեն սահմանափակել նրանց գործունեությունը։ Միևնույն ժամանակ գրասենյակից նշել են, որ շարունակում են աջակցել Վրաստանին ապահովելու օրենքների համապատասխանությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներին և բոլոր քաղաքացիների մարդու իրավունքների պահպանումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Մեծ Բրիտանիան հաստատակամորեն մտադիր են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել այդ համագործակցության հետագա առաջխաղացման համար։ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ հետևում է Իրանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակին, մատնանշելով, որ միջամտության ձգձգման դեպքում դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։ Խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը շարունակվում են, հավելել է Թուրքիայի նախագահը։ Ստամբուլում տեղի է ունեցել թուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նախարարները մտահոգություն են հայտնել էսկալացիայի առնչությամբ և ընդգծել իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։ Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ իրականացված հարձակումներին, այդ թվում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Նախարարներն ընդգծել են վճռական աջակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը։ Դիվանագետները նշել են, որ հակամարտությունների շարունակումը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, ինչպես նաև կարող է ազդել էներգետիկ շուկաների, առևտրային ուղիների և պարենային անվտանգության վրա։ Հայտարարության մեջ նաև հաստատվել է աջակցությունը Պաղեստինի հարցի լուծմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա։ Նիստից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։
Հական Ֆիդանն էլ առանձին հանդիպումներ է անցկացրել իր գործընկերների, այդ թվում Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovի հետ։ Թուրքիան շարունակում է աջակցել դիվանագիտական ջանքերին, օգնելու վերջ դնել ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմին, հայտարարել է Հական Ֆիդանը։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով Իսրայելը որպես ռազմավարություն ընդունել է ողջ տարածաշրջանի ապակայունացումը, հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները։ Ֆիդանը դատապարտել է երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումները։ Այս շաբաթ մեր երկրի եւ Ադրբեջանի վրա հարձակումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան մեծ է մեր առջև ծառացած վտանգը։ Նման դեպքերը չպետք է կրկնվեն։ Հարձակվել այն երկրների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որոնք իրենց օդային տարածքը չեն տրամադրում այլ երկրների եւ թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքում տեղակայված ռազմակայանները, հարձակվել նրանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա, դա սխալ ռազմավարություն է։ Այդ ռազմավարությունը Թուրքիայի արտգործնախարարի խոսքով էլ ավելի կնպաստի տարածաշրջանում Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությանը։ Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի, Մոջթաբա Խամենեին, իսրայելա-ամերիկյան հարվածներից զոհված Ալի Խամենեիի որդին։ Նա Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդն է։ Նոր առաջնորդին ընտրել է փորձագետների խորհուրդը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև Իրանի արտգործնախարարը երկրի բոլոր դիվանագետների անունից հավատարմության երդում են տվել նոր հոգևոր առաջնորդին, պատրաստակամություն հայտնելով կատարել նրա բոլոր հրահանգները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր առաջնորդը երկար չի դիմանա, եթե չստանա Միացյալ Նահանգների հավանությունը։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, Իրանը պետք է ընդունելի ղեկավար ունենա, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Թրամփի խոսքով ինքը եւս պետք է մասնակցի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը։ Նա հավելել էր, որ Խամենեիի որդին հարմար եւ լուրջ թեկնածու չէ։ Ցանկացած անընդունելի առաջնորդ թիրախ կդառնա ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են։ Իսրայելը հարվածել է Իրանի նավթային ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով բնապահպանական լուրջ խնդիրների վտանգ է առաջացել։ Թեհրանում եւ այլ վայրերում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Լուրեր են շրջանառվում, որ մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանին հարվածների հետևանքով տասնյակից ավելի ինքնաթիռ է խոցվել։ Լրջորեն վնասվել է Սպահանի միջուկային օբյեկտը։ Ըստ իրանական կողմի պատերազմի մեկնարկից ի վեր հանրապետությունում զոհվել է 1200-ից ավելի խաղաղ բնակիչ, ավելի քան 10,000 մարդ վիրավորվել է։ ԶԼՄ-ների տվյալով Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆայի նավթավերամշակման գործարանին, կան ավերածություններ։ Կրկին թիրախում են հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Իրաքը, Քուվեյթը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հարվածներ են հասցվել այդ թվում քաղաքացիական օբյեկտների։ Բահրեյնում նավթային բազա է խոցվել, նաև տեղեկություններ կան երկրում 30-ից ավելի տուժածի մասին։ Սաուդյան Արաբիայում էլ էներգետիկ ենթակառուցվածքներ եւ բնակելի կառույց է վնասվել։ Կա 2 զոհ եւ 10-ից ավելի վիրավոր։ Էր Ռիադը նախազգուշացրել է, եթե իրանական հարվածները շարունակվեն, հայելային պատասխանը չի ուշանա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիային իրանական հարվածների հետևանքով ամերիկացի 1 զինվորական է զոհվել։ Այսպիսով ԱՄՆ զինված ուժերի շրջանում զոհերի թիվը հասնում է 7-ի։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ Կիպրոսի հյուսիսում 6 F-16 կործանիչ եւ հոբ համակարգեր են տեղակայվել։ Ռազմական գործողություններ են նաեւ Լիբանանում։ Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի կենտրոնում հյուրանոց է վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Human Rights Watch-ը հայտնել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆորով հրետանային ռազմամթերք է կիրառել Լիբանանի հարավում բնակելի տարածքների դեմ։ Իրավապաշտպան կազմակերպությունն անօրինական եւ մտահոգիչ է որակել այդ քայլը։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ չեզոքացնի իր տարածքից իսրայելական ազդեցությունը, երկրի ժողովրդի եւ Իրանի անվտանգությունը չվտանգելու համար։ Դա վերաբերում է Իսրայելի ռազմական հետախուզական կառույցներին եւ դրանց հետ կապված ակտիվներին։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ կրկին հերքել է տեղեկությունը, որ Իրանը հարվածել է Նախիջևանին։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ եթե տարածաշրջանում ԱՄՆ-ին որևէ ռազմաբազա տրամադրվի եւ այնտեղից Իրանի դեմ գործողություններ իրականացվեն, Իսլամական Հանրապետությունն օրինական իրավունք ունի պատասխանելու։ Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ մտադիր չէ հարվածել հարևան պետություններին, սակայն իսրայելական ներկայության պահպանման դեպքում նման օբյեկտները կարող են դիտարկվել որպես թիրախ իրանական զինված ուժերի համար։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է առնվազն կես տարի պատերազմել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ։ Նշվում է նաեւ, որ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանում ավելի
ավելի քան 200 օբյեկտների, որոնք կապված են ամերիկյան եւ իսրայելական ռազմակայանների հետ։ Ամբողջ աշխարհի շահերը կզոհաբերվեն Նեթանյահուի պատրանքներին, եթե պատերազմը չդադարեցվի։ Հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնաբանելով իրավիճակը նավթային շուկայում։ Քաղաքական գործիչը հիշեցրել է Դոնալդ Թրամփի նախկին խոստումները, որ նավթի գները չեն բարձրանա։ Ղալիբաֆը նախազգուշացրել է, եթե պատերազմը շարունակվի, ոչ նավթի վաճառքի, ոչ էլ դրա արդյունահանման հնարավորություններ չեն մնա, ինչը կվնասի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև տարածաշրջանի երկրների եւ ամբողջ աշխարհի շահերը։ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում հացահատիկի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն շարժակազմը բաղկացած է 7 վագոնից, փոխադրվող հացահատիկի ընդհանուր քաշը 488 տոննա է։ Նախորդ նման փոխադրումն իրականացվել էր փետրվարի 4-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 8 վագոնից բաղկացած գնացք 560 տոննա ռուսական հացահատիկով։ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության ամրապնդման, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Ադրբեջան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։ Կողմերը քննարկել են նաեւ Նախիջևանի շուրջ զարգացումները։ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Բաքվին։ Իլհամ Ալիևն էլ շնորհակալություն է հայտնել հեռախոսազանգի եւ ցուցաբերած համերաշխության համար։ Մակրոնը զրուցել է նաեւ Իրանի նախագահի հետ, ընդգծել տարածաշրջանի երկրներին հարվածները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը որևէ կապ չունի մարտի 5-ին Նախիջևանին հասցված հարվածների հետ։ Նա խոստացել է հետաքննություն անցկացնել։ Իլհամ Ալիևը եւս ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարեւորությունը։ Նա ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ մեծ թվով քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ։ Մարտի 5-ին Նախիջևանը ենթարկվել էր անօդաչուների հարձակման։ ԱԹՍ-ներից մեկը բախվել էր օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել էր դպրոցի հարևանությամբ։ Իշխանությունների տվյալով տուժել է առնվազն 4 մարդ։ Իլհամ Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Բաքուն Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման համար։ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։ Նախիջևանի տարածքի թիրախավորումը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Դա Ադրբեջանի ինքնիշխանության կոպիտ խախտում է եւ էսկալացիայի սրում։ Միացյալ Նահանգները համերաշխություն է հայտնում Ադրբեջանին։ Տարածաշրջանում մեր գործընկերների տարածքների վրա հարձակումները անընդունելի են։ ԱՄՆ վճռականորեն կաջակցի իր գործընկերներին։ Ալիևի եւ Փեզեշքյանի հեռախոսազրույցից հետո հայտարարվել է, որ Ադրբեջանը վերականգնել է Իրանի հետ սահմանին բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանի միջադեպից հետո։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։